Այսօրվա իմ պատգամը վերաբերվում է օրհնությունների մասին։ Բավականին հետաքրքիր է օրհնվածության մասին խոսալը, որովհետև օրհնվածությունը շատ մեծ նշանակություն ունի մեր հավատացյալների կյանքում։ Մեզանից յուրաքանչյուրը ամեն վայրկյան, րոպե, ժամ, օր, ամիս, տարի պետք է իր վրա նաև զգա օրհնվածությունը։ Շատ ժամանակ մենք դա չենք զգում ուղղակի, որ այս վայրկյանում մենք օրհնված ենք։ Օրհնվածության այդ ուժը շատ ժամանակ մենք դա չենք կարողանում զգալ կամ էլ ուղղակի չենք տեսնում, չենք նկատում։ Բայց օրհնվածությունը շատ մեծ նշանակություն ունի մեր բոլորիս հավատացյալների կյանքում։ Ես ուզում եմ մի դրվագ կարդամ, Հիսուսը ուսուցում եւ բժշկում է։ Ըստ Մատթեոս 4, Մարկոս 3, 7, 11 եւ Ղուկաս 6:17-19 համարներից։ Եվ Հիսուսը շրջագայելով ամբողջ Գալիլեան սովորեցնում էր նրանց ժողովարների մեջ եւ քարոզում արքայության ավետարանը, բժշկում ժողովրդի մեջ եղած հիվանդությունները եւ բոլոր ախտերը։ Եվ նրա համբավը տարածվեց ողջ Սիրիայում, եւ նրա մոտ բերեցին բոլոր տարբեր ախտերով ու ցավերով տառապող հիվանդների ու դիվահարների, լուսնոտների եւ անդամալույծերի, եւ նա բժշկեց նրանց։ Եվ շատ ժողովուրդներ, որոնք եկել էին Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից եւ Հորդանանի մյուս կողմերից հետևում էին նրան։ Տեսեք, այստեղ Հիսուսը ուսուցում եւ բժշկում է։ Ընդհանրապես, երբ որ մենք Աստվածաշունչը կարդում ենք, բավականին մեծ դրվագներ կան Հիսուսի բժշկության մասին։ Հիսուսը բժշկում է բորոտին, կույրին, խուլին, համրին, կարելի ասել տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց։ Եթե մենք աշխարհի բոլոր ստատիստիկայով նայում ենք, թե ինչքան շատ մարդ գոյություն ունի ծնված ու տառապող տարբեր հիվանդություններով եւ որոնք չեն կարողանում ուղղակի շփվել մարդկության հետ նորմալ կյանքերով, մենք հասկանում ենք, որ մենք բոլորս ինչքան օրհնված ենք։ Օրհնված ենք այն Աստծո ուժի օրհնությունով, որ մենք այսօր բոլորս տարբեր խնդիրներով, յուրաքանչյուրս այստեղ ունենք խնդրեմ, ինչ որ հիվանդություններ, չարչարանքներ, ընտանեկան խնդիրներ, բայց մենք այնքան օրհնված ենք, որ կարողանում ենք այդ դժվարությունների մեջ մեր ոտքով, ձեռքով, տեսողությունով ու ընդհանուր մեր բոլոր ֆիզիկական ուժերով գանք մեր եկեղեցի։ Փառք Աստծո, այդ օրհնվածությունը հենց դա է ուզում ասել, որ շատ ժամանակ մենք դա չենք զգում այդ վայրկյանների օրհնվածությունը։ Տեսնում եք, թե ինչքան մենք օրհնված ենք, ինչքան մեզ Աստված ուժ, շնորհք, օրհնություն ա տվել, որ մենք կարողանում ենք Փառք Աստծո մենք ինքներս կատարել ու իր խոսքը տարածել, իր ուժը ավելի տարածել, հզորացնել ու մենք էլ հզորանանք։ Օրհնվածության մասին նաև ուզում եմ ես մի հատված կարդամ, թե մարդը ինչպես է, որ մարդը օրհնված է լինում։ Օրինակ ես Աստվածաշնչում, կներեք, ես եմ ասում, Աստվածաշնչում շատ կարևոր է օրհնվածության մասին, որ տալիս է, որ շիտակ, պարզ, ուղիղ մարդը դա Աստծուն հետևող, Աստծո օրենքներին հետևող մարդը դա արդեն օրհնված մարդ կարող է իրան համարել։ Օրինակ այստեղ նաև կարող եմ առանձնացնել շիտակ պարզ բառը, օրհնվածության հետ կախված։ Անկամ եթե մենք ցանկացած շինարարների հարց տանք, թե շիտակ պարզը ինչ մեծ նշանակություն ունի շինարարության մեջ, շինարարը կպատասխանի, որ եթե դու շենքը կառուցում ես շիտակ պարզ ուղիղ չի լինում, այդ շենքը չի կարող իր ավարտին հասնել։ Հիմա մենք որպես հավատացյալներս էլ, չէ, եթե լինում ենք շիտակ պարզ, մենք կարողանում ենք մեր եկեղեցական օրհնված քարը քարին դնել, կառուցել մեր հավատքի տաճարը։ Տեսնում եք, ինչքան շատ մեծ նշանակություն ունի այդ ամենը։ Եթե դու կարողանում ես շիտակ պարզ մաքուր ճիշտ ձևով կատարել այն գրվածը, ինչը որ Աստվածաշունչը մեզ թելադրում է։ Եվ մենք այդ շիտակ պարզությունով կարողանում ենք կառուցել մեր հզոր եկեղեցին, ամրացնել, ուժեղացնել, զորացնել, մեծացնել։ Ուզում եմ կարդամ
այն վերաբերյալ, որ այս հատվածը, որ Մարկոս 5-ից Հիսուսը ուսուցում եւ բժշկում է մարդկանց, ինչու եմ ես դա կապել բժշկությունը Հիսուսի այս գրված օրհնվածության հետ։ Հիսուսը բժիշկ չի, չէ, նա չի գալիս ասում մարդուն, գիտես, դու ունես այսինչ ենթանենք հիվանդությունը, գլաուկոմա կամ ներվային բորբոքում, դու պետք է այսինչ ժամանակ անցնես, որ բուժում ստանաս։ Ոչ, նա օրհնում է այդ մարդուն։ Օրհնում է ու այդ մարդը արդեն իր օրհնությունով ստանում է նոր բժշկությունը։ Հիմա եթե մենք այդպես կապում ենք, մենք հասկանում ենք, չէ, օրհնվածությունը դա ամենն է եկեղեցիականի համար, որ ինքը կարա այդ օրհնվածությունով անցնի բավականին մեծ հզորություն ունենա եկեղեցիական իր հավատացյալի իր կյանքում։ Ուզում եմ կարդամ այսպիսով Մարկոս 10-ի մի հատվածից Հիսուսը օրհնում է մանուկներին։ Ըստ Մատթեոս 19:13-15 եւ Ղուկաս 18:15-17-ի։ Եվ նրա մոտ մանուկներ էին բերում, որ նրանց դիպչի, բայց նրա աշակերտները հանդիմանում են բերողներին։ Եվ երբ Հիսուսը դա տեսավ, խիստ բարկացավ ու ասաց նրանց. Թույլ տվեք այդ մանուկներին, որ ինձ մոտ գան, եւ մի արգելեք նրանց, որովհետեւ այդպիսինն է Աստծո թագավորությունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո թագավորությունը մի փոքրիկ մանուկի պես չընդունի, չի մտնի այնտեղ։ Եվ նրանց իր գիրկն առնելով ձեռքը դրեց նրանց վրա եւ օրհնեց նրանց։ Անցյալ պատգամների ժամանակ նույնպես դա հասկանալի է, չէ, որ այստեղ ասում եմ ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Աստծո թագավորությունը մի փոքրիկ մանուկի պես չընդունի, չի մտնի այնտեղ։ Այստեղ նույնպես մենք արդեն կարծանում ենք մեր ասածը, որ շատ մեծ նշանակություն ունի օրհնված մարդու պարզությունը, ուղղությունը, միտքը, արդարությունը եւ համեմատականը նույնպես մանուկների հետ դա բերում է մեր բոլորի համար, որովհետեւ պետք է մենք հավատացյալներս իրոք այդպես լինենք։ Եվ Հիսուսը այս դեպքում անգամ իր ձեռքը դնում է փոքր մանուկների վրա եւ նրանց օրհնում։ Այսպիսով ես այստեղ առանձնացել եմ մի քանի կետեր օրհնվածության մասին, ինչպիսի կետեր մենք պետք է հետևենք ու կարդանք ըստ մեր Աստվածաշնչի։ Առաջին, կարդալ Աստծո խոսքը։ Կարդալ Աստծո խոսքը։ Երկրորդ, լսել Աստծո ձայնը։ Երրորդ, կատարել Աստծո խոսքերը, ինչպես նաև նրա գրված օրենքները։ Շատ կարևոր է, երբ որ մենք կարդանք Աստծո խոսքը, բայց կարդալուց հետո մենք պետք է նաև լսելի դարձնենք մեր բոլորի համար այդ խոսքերը, ու այդ խոսքերը լսելու դարձնելուց հետո այն պետք է մենք կատարենք նրա օրենքները։ Աշխարհում գոյություն ունի բավականին մեծ քանակության մարդիկ, որ ունեն շատ մեծ հարստություններ, փառք, իրենց կյանքում, իրենց աշխարհում, բայց արդյոք այդ մարդիկ օրհնված են։ Արդյոք այդ մարդիկ իրենց հարստությունը կամ այսպես ասած այն ամեն ինչին զբաղեցնել են, դա օրհնված է։ Ես այստեղ ուզում եմ ասեմ կապ չունի, եթե անձը ինչ-որ ունի մեծ կարողություններ, հնարավորությունների տեր, նա շատ կարևոր է, որ այդ իր մեջ ունենա խաղաղություն եւ օրհնություն իր ներսում։ Եթե այդ ամենի հետ դու չունես այն կարելի ասել զրո է, ոչինչ է, որովհետեւ մարդը պետք է այդ ամենը իր մեջ ունենա։ Իր խաղաղությունը, օրհնությունը իր ներսում պետք է լինի, որ նա ինքը զգա այդ ամենի հաճույքը, այդ ամենի օրհնությունը։ Այստեղ առանց ասել եմ նաև, եթե չլինի հնազանդություն, չի շտկվի մոլորվածը։ Իսկ եթե մոլորվածը հնազանդության հետ մենք կարող ենք ուղղակի կապ պահել, եւ եթե այդ հնազանդությունը լինի, արդեն մարդը իրոք կհետևի Աստվածաշնչի բոլոր կետերին ու օրենքներին։
Այս ուզում եմ կարդամ Սաղմոս 1-ը, արդարները օրհնված են։ Երանի է այն մարդը, որը անաստվածների խորհրդով չի ընթանում, մեղավորների ճանապարհում չի կանգնում, ոչ էլ հեգնողների աթոռին նստում։ Այլ նրա հաճույքն Աստծո օրենքն է, եւ գիշեր ցերեկ նրա օրենքի մասին է խորհրդածում։ Նա լինելու է ջրի վտակների տնկած ծառի նման, որ իր պտուղը ժամանակին է տալիս, նրա տերևը չի թառամելու, եւ ինչ էլ որ անի, հաջողվելու է։ Այսպես չեն անաստվածները, այն նման են հարթափոշու, որին հովն է ցրում։ Սրա համար էլ անաստվածները դատաստանում չեն կանգնելու, ոչ էլ մեղավորները արդարների հավաքում, քանզի Տերը գիտի արդարների ճամփան, իսկ անաստվածների ճամփան կորչելու է։ Սաղմոս առաջինից ես ուզում եմ առանձնացնեմ երկրորդ հատվածը, այն նրա հաճույքն Աստծո օրենքն է, եւ գիշեր ցերեկ նրա օրենքի մասին է խորհրդածում։ Առանձնացված այն հատկություններից, որոնք որ ես նոր նշեցի, օրենքը շատ մեծ նշանակություն ունի Աստվածաշնչի մեջ, այսինքն, եթե դու պահում ես այդ օրենքները արդեն ինքն իրան դա օրհնվածություն է մարդ կարողանում ձեռք բերել։ Եվ ընդհանրապես ցանկացած տեղ, թեկուզ եւ աշխատանքի մեջ, թեկուզ եւ առօրյայում գոյություն ունի ինչ-որ օրենքներ, որ մարդ պետք է պահպանի։ Հիմա մեր հավատացյալների օրենքը դա Աստվածաշնչի մեջ գրված այն ամենն է, այն օրենքներն է, որ մենք պետք է պահպանենք։ Եվ այդ դեպքում մենք կդառնանք օրհնված, ավելի հզոր մեր հավատքի մեջ եւ ավելի կուժեղացնենք մեր անկյունակարը, մեր եկեղեցին կկառուցենք։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է օրհնությունը եւ ինչ է Աստված մեզանից ուզում, մեզանից յուրաքանչյուրիս։ Եվ եթե մենք մտածում ենք օրհնության մասին, ապա պետք է մենք մտածենք, թե ինչպես մենք կարող ենք մեր հավատացյալների կյանքս ել ավելի հզորացնել, լավացնել, ել ավելի զարգացնել եւ կարդալ այն օրենքները, այն ամենը, ինչ գրված է Աստծո գրքում։ Եվ պետք է ոչ թե միայն կարդանք, այլ լսենք եւ այդ օրենքները նաեւ լինենք կատարող։ Աստված օրհնե մեզ բոլորիս, շնորհակալություն։